Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա է Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, սրանք բոլորը մեր պատմական հողերն են, ոչ ոք չի մոռացել, որ Երևանը 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից նվիրաբերվել է Հայաստանին։ Սա հատված է Ալիևի 2013 թվականի մարտի 19-ի ելույթից, այսինքն այս ելույթը նա ունեցել է 12 տարի առաջ։ Այդ ժամանակ Արցախը մեր վերահսկողության տակ էր, Սևանն էլ, Սյունիքն էլ պաշտպանված էին հենց Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքն էր, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Ըստ էության Բաքվի բռնապետը բաց տեքստով ասում է իր պլաններից չի հրաժարվել, հատկապես հիմա, երբ այլևս Հայաստանն Արցախով պաշտպանված չէ։ Իհարկե, ոմանք էլ կխաբեն իրենց իբրև ներքին լսարանի համար է ասում հեքիաթներով, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։ Այսպիսով, Ալիևը ջարդում է Արցախը տանք, հանգիստ ապրենք անհեթեթ թեզը, անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ 12 տարի մեզ սա է ասում, այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տարբեր իշխանություններ են փոխվել, բայց լայն հանրային առումով չի եղել գիտակցում, սա լուրջ է, սա պետք է հասկանալ ու կանխել։ Հիմա կարող ենք եւս պայմանական 12 տարի խախանդ նստել, բայց հետո որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք չի ասել, ասել է, հասկանալ է պետք ու գործել ժամանակին, ոչ թե նստել թախտին ու սպասել բախտին, իսկ հետո վայվույը կապել ու փրկություն փնտրել ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իրանի մեջ։ Չէ, մեր հարցը լուծողը մենք ենք եւ մենք կարող ենք մեր ներուժով լուծել հարցը, կանխել պատերազմը ու ունենալ իրապես երկարաժամկետ կայունություն Հայաստանի Հանրապետության համար։ Այս խնդիրը պետք է լուծի գալիք իշխանությունը, որը չի կարող լինել կներեք բառիս համար ՉՄՕ ու Ալիևի կամքի կատարումը պարտադրել որպես բացառիկ խաղաղություն։ Տենց չի աշխատում։ 12 տարի առաջվա ելույթը եւ այդ արանքում ընկած շատ դաժան զարգացումները ապացուցում են դա։ Ալիևը հերթական անգամ բացահայտել է իր իրական մտադրությունները, հայտարարելով, թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել անջատողականության հիվանդությամբ եւ իբրև միշտ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։ Prioritetlerini açık şekilde beyan etmiştir. Մենք պետք է դրանց հակադարձենք մեր գիտական ճշմարտություններով։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները եւ իհարկե գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց ավելին պետք է լինի՝ գիտական հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, պատմական քարտեզներ։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները։ Դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի եւ Արևելյան Անատոլիայի հայերով, էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Այսպիսով Բաքուն շարունակում է պետական մակարդակով առաջ մղել պատմության եւ տարածքային պատկանելիության կեղծ թեզեր, ձևավորելով Հայաստանի նկատմամբ հերթական պահանջների հիմքը, վերլուծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Տպավորությունն այնպիսին է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացը ոչ թե հակամարտության կարգավորման փորձ էր, այլ նախընտրական դադար Փաշինյանի համար։ Ալիևը հստակ հասկացնում է, որ այդ դադարի գինը վճարվելու է հետընտրական փուլում, քաղաքական կամ տարածքային զիջումների տեսքով։ Նրա այս ռետորաբանությունը բացահայտում է այն, ինչ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղություն։ Իրականում դա պարզապես ժամանակավոր կոմֆորտ է, որը հետագայում կվերածվի նոր պարտավորությունների։ Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն անցնում է ռազմական ճնշումից դեպի ժողովրդագրական էքսպանսիա։ Երբ նա ասում է կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, խոսքը խաղաղության մասին չէ, այլ ներթափանցման նոր ձևերի։ Սա հին ռազմավարության նոր փուլն է, առանց զենքի, բայց նույն նպատակով՝ Հայաստանի ինքնիշխանության աստիճանական թուլացում, տեղեկատվական, հոգեբանական եւ քաղաքական մեթոդներով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները մեկնաբանելու լրագրողի հարցը այսօր դժվարին իրավիճակի մեջ դրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։
Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ եթե ցարական քարտեզներում, եթե նայենք Սևանար լիճ չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Քանի որ Փաշինյանը որոշել է եւս մեկ անգամ ստանձնել Ալիևի հոգեբանի դերը, ադրբեջանագետ Տաթևիկ Հարապետյանը նրան առաջարկում է գնալ Բաքու հանուն խաղաղության եւ դառնալ Ալիևի հոգեբանը, օգնել Ալիևին մաքրվել հայատյացությունից, զտվել եւ սատվել։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն է, դենց վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր Տիտա Ղազարյան, Գալիկ Արամյան, TV News։